տնից մեյդան, մեյդանից տուն։ Ահա նրա ամենօրյա մարզը, որ նա չափում է առավոտից մինչև իրիկուն։ Առաջ էլ, երբ հյուսն էր, քաղաքում առանձին տեղեր չուներ գնալու, բայց գործից տուն գալիս, շաբաթ երեկոները ճամփան կծռեր դեպի գինետուն։ Բայց հիմա, երբ պատերազմն ու սովը շատերի հետ նրան էլ ճզմեցին, էլ տեղ չուներ գնալու։ Գործ էլ չուներ, արդեն ծերացել էր, բուրդը տվել եւ աշխարհքում այնքան կարեւոր էր նա, որքան աղքատ գյուղի հացը կտրած պարավշուն, որ խռպոտ ձայնով պաշտոնապես հաչում է, բայց ոչ ոքի ոչ վախեցնում է, ոչ հիշեցնում իր գոյությունը։ Նա ծեր հյուսն էր, գործից նոր հեռացրած։ Վերջին կապալառուն լավ մզեց նրա հուսք հյութը եւ ճամփեց տուն, այսինքն դագաղ ու գերեզման։ 40 բանվորական տարիներից ոչինչ չմնաց նրա մոտ, ոչ ուժը, ոչ դրամը, ոչ բարեկամները։ Եռունց երով լծած կառքի պես թռավ այդ բոլորը նրանից, եւ միայն մի բան մնաց անցյալից, որպես հավատարիմ շուն, անկշտում ախորժակը։ Հին արեստավորի առողջ ստամոքսը դեռ համառում էր. ուտել, անverջ ուտել, ահա նրա գիրքը։ Առավոտից մինչև իրիկուն նրա խոսքը, գործը, ծրագիրը, բոլորը ուտելու վրա էր։ 1000 անգամ վեր կկենար տեղից, կերթար բաց կաներ պահարանը, կարոտով կնայեր բոլոր անկյունները, բաց կաներ ամանների խուփերը, ձեռքը կտաներ ծալած անձեռոցիկների արանքը եւ միշտ հույս ուներ կամ սուր ցանկություն մի ախորժելի բան գտնելու։ Տասնյակ րոպեներով կանգ կառներ բաց պահարանի առջև, մտասույս կնայեր ամաններին ու թեկուզ մի չոփ էլ չէր գտնում բերանը դնելու, բայց միևնույն բանը կրկնում էր ամեն ժամ, ամեն րոպե։ Եթե հաց լինում էր, կերած էր լինում արդեն։ Շաքարի 2-3 կտորը կինը թաքցնում էր անգյուտ անկյուններում եւ հյուսնը որոնում էր գոնե հացի մի պատառ, խաշած սիսեռի մի հատիկ, որ սպանեց չկա ու չկա, եւ ախորժակը գրգռվում էր, կատաղում, հառաչում էր հյուսնը, բերանը լորմում, թուքը կաթեցնում եւ շրթունքները չփչփացնելով գալիս նստում էր տախտին ու մեջքն ու գլուխը պատին տալով աչքերը կիսաբաց, երազում կհառեր դիմացի պատի մի կետին ու կմնար ժամերով նույն դիրքի մեջ եւ կմրափեր, բայց դա մրափ չէր, այլ տեսիլների մի հանդիսարան, հնդուհավի բուդեր, իշխանձուկ ընկույզով, խավիարի քսվածքներ, գառան մսով փլավի բլուդներ գալիս երևույթ էին դառնում նրա գրգռված երևակայության մեջ։ Մի անվերջ սուփրա բազմազան խորտիկներով բացվում էր նրա առջև եւ օդը լցվում էր անուշ բուրմունքներով։ Մի հութալի լուլակապապ ճերմակ լուսեղեն լավաշի մեջ կսողոսկեր նրա շուրթերից ներս եւ լավ աղած մսի հյութը թրջելով լավաշի թերթը հալվում էր նրա քմքի ու լեզվի մեջ։ Հանկարծ թուքը կուլ գնալով կթրջեր նրա շնչափողը եւ նա հազզալով կզարթներ եւ սոված գայլի պսպղուն աչքերը կդարձներ չորսդին, խիստ անողոք իրականությունը կսթափեցներ նրան ու ախորժակը կկատղեր, վեր կթրջեր տեղից։ Նա խորորվում էր գլխապտույտից, տարտամ կանգնում էր, հետո պատերը բռնելով դուրս էր գալիս պատշգամբ։ Կինը չէր հետևում նրա կյանքին, ուր մնաց շարժումներին։ Ինչքան կուզե թող վեր թրջեր, դուրս գար, ներս մտներ։ Նրա ոչ մի արարմունքը, ոչ մի նորություն չուներ կնոջ համար։ Հյուսնը դադարել էր ապրելուց։ Նրա բոլոր շարժումները, բոլոր խոսքերը, ամեն մի գործողությունը նախորոշ, կրկնված եւ մեքենական էին, ինչպես ծես, ազզարամյա ծես, եւ ձանձրալի, աշնան անձրևի պես ձանձրալի։ Եվ ինչ պիտի աներ այդ սոված անասունը, որ իր կնոջ ուշքը գրավեր։ Արդեն ճակատագրի անջինջ վճռով իր ամուսինը պիտի կրկներ միևնույն բանը։ Դուրս պիտի գար պատշգամբ, պիտի մոտենար անկյունում փռած սև պամիդորին, որ չորանում էր, պիտի վերցներ մեկ-մեկ տնտղեր դողդոջուն ձեռքերով, մոտեցներ լեզվին, ցած պիտի դներ, հետո անկյունից վերցնելով իր ցուպը, վար պիտի իջներ սանդուղից եւ դուրս գար փողոց։ Եվ ուր էր նրա գնալու տեղը։ Դա է ճակատագիրը վճռել էր անդառնալի, մեյդանը։ Կերթար մի ժամի չափ ման կգար բոլոր անկյունները, քաղաքի կշեռքի տակ, ձմերուկների, սեխերի, վարունգների, մածունների շուրջը, կհարցներ բոլորի գինը, հետո կանցներ մսագործի խանութի առջևով,
կանգ կառներ, բոլոր մսերը աչքով դիտելուց հետո ներս կմտներ, ձեռով կտնտղեր մսերի կակուղ, յուղոտ մասերը և քայլերը կուղեր մեյդանից դուրս, դեպի տուն։ Հետո երբ հասներ մեյդանի եզրին, կանգ կառներ բարձր մայթին, թևերը կհեներ ցուպին ու կարոտակեզ աչքերը կուղեր մեյդանին ու նրա բոլոր ուտեստի պաշարներին։ Լիքներ աշխարհքը, լի բարիքով, բայց ափսոս, ամեն ինչ թանկ, կրակի գին։ Եվ այդ անսպառ բարիքից, այդ խնկագույն խաղողներից, երկնաբույս եմիշներից, յուղալի պանիրներից ոչ մի պատառ, ոչ մի հատիկ, ոչ մի ծեղ։ Երազ է աշխարհքը, զարմանալի, տանջալի, դաժան երազ։ Այսքան ախորժակ, այսքան բերքի առատություն և այսքան անհաս ամեն ինչ։ Ինչ պիտի լինի սրա վերջը։ Միթե Հյուսնը տարիներով կարոտ պիտի մնա մի անգամ թեկուզ կուշտ փորով ուտելուց։ Աշխարհից վերջը հեռացած, նա արդեն մեռած էր աշխարհքի համար։ Չէ որ մեռելներն են, որ չեն ուտում։ Իսկ նա կենդանի էր, աչքով տեսնում էր ամեն բան։ Հենց նոր իր չորացած ձեռքով տնտղում էր ձմերուկի սառն կեղևը։ Կարծես ափի մեջ դեռ լմլմում է գառան մսի փոփուկ ոտը։ Ուրեմն աշխարհքը կա, ինքը դեռ չի մեռած։ Ինչ դարավ կյանքը։ Միթե պիտի իսկապես մեռնի առանց ուտելու։ Դառնանում էր, չարանում, կատաղում, և ինքն իրեն խոսելով տուն էր դառնում։ Արդեն երբ տան բակն էր մտնում, կինը լսում էր նրա զառանցանքը։ Աչքերն անգամ չէր ուղղում նրա կողմը, դիտելու նրա մուտքը։ 1000 անգամ զառանցելով տուն էր մտել, 1000 անգամ ցուպը կպցրել էր սանդուղի աստիճաններին և միշտ ու հավիտյան տեսել էր նրա պղտոր աչքերը, որ չարագույժ մտքերով լարած նայում էին, բայց չէին տեսնում։ Եվ իսկապես Հյուսն այլևս չէր տեսնում ոչ մարդ, ոչ առարկա։ Ամեն ինչի մեջ նա որոնում էր իր փափագելին, ուտելիքը։ Հյուսնը կգար և կնստեր իր տեղը, 4 կողմ կնայեր, ոչ մի նորություն։ Կասես աշխարհքը սառել էր մնացել, կանգ էր առել նրա ճախարակը։ Կինը դռան մոտ գուլպագործելիս կլիներ։ Եվ ահա Հյուսնը պահանջ կզգար մի խոսք, մի հնչյուն արձակելու, թեթևացնելու համար սրտի բեռը։ Մեյդանեի, լավ պոմիդոր էին բերել, ուզեցի մի գրվանք առնեմ, քացախով կուտեինք։ Անտեր մնա, գինը թանկ, փող չկա։ Ու թուքը կուլ կտարան հույս ու տխուր, կարծես անապատ ընկած ու ճամփան մոլորած էակ լիներ։ Գնում էր, գնում, բնակություն չկա։ Այսօր նույնն է, ինչ որ երեկ։ Լռություն էր տիրում, կինը չէր խոսում, և ինչ խոսեր։ Նա էլ իր ցավի հետ էր, միակ աշխատողը նա էր, հազիվ էր մի քանի մանետ ճանկում տան գործով, կարով կամ լվացքով։ Եվ ինչ որ բերում էր, տրվում էր հացի, և գնաց հացի մեծ մասը գահավիժում էր այն անդունդը, որ նրա ամուսնու փորն էր։ Չկռում էր խեղճ կինը, հազիվ էր օրական 2 ֆունտի դրամ բերում, և այդքանը բավ համարելով էլ չէր խոսում։ Ահա վերջապես օրվա հանդիսավոր և երջանիկ վայրկյանը։ Կինը գնում էր փուռը և բերում հացը։ Ու մինչ դուրս կերթար թեյ բերելու կամ մառանից մի բաժին լոբին հանելու, Հյուսնը բորենու պես վեր կկենար, կմոտենար հացին, կսկսեր կմշտել հացը, կվերցներ, ձեռի մեջ շուռումուռ կտար, կտնտղեր կեղտոտ մատներով, հոտ կքաշեր և էլ իրեն զսպելու անկարող կսկսեր մոլեգին ուտել, ուտել, ուտել առանց ծամելու, առանց համ առնելու, խեղդվելով, կոկորդը քերելով։ Կինը ներս կմտներ, կտեսներ, ձայն չէր հանի։ Նա արդեն իրեն համարում էր գազան պահող մի էակ, որի գործը այդ էլ պիտի լիներ։ Երբեմն տրտնջում էր յուրովի, երբեմն ներում, մին-մին էլ կշտամբում էր, բայց ավելի շատ լռում էր և համակերպվում իր դժբախտության հետ։ Ճաշը վերջանում էր տխուր և արագ, և ահա հազիվ հացը կուլ տված Հյուսնը, որ մի փոքր կազդուրված էր լինում, սկսում էր խոսել։ Հերու ես ժամանակ մի փուծ սոխ ունեինք։ Կամ Իրիկվան համար լոբուց պահեցիր։ Ինչ կար, որ ինչ պահեի։ չարանում էր կինը և ամանները հավաքում։
Բայց այդ բոլորը տեղի էր ունենում դարձյալ իբրև ծես եւ ոչինչ չէր փոխում մշտական վիճակից։ Վրա հասավ աշունքը իր հոգսերով, սպասումներով։ Հյուսնը նստած էր պատշգամբի ճաղերի մոտ եւ դունչը պատշգամբի եզրին դրած դիտում էր դիմացի տան բակի անցուդարձը։ Հարևան խանութպանը Սայլի փայտ էր առել եւ հսկում էր, որ Սայլը պարպվի։ Մի ալևոր կարմրաթուշ սողոցպան եռանդով սողոցում էր եւ ռիթմով նվում։ Մի զույգ առողջ եզներ, մեկը պառկած, մյուսը կանգնած որոճում էին նահապետական դանդաղությամբ, ինչ որ խոտի եւ փայտի հոտ էր ընկել փողոցը։ Օրը ջինջ էր, արևի լույսը կարմիր ձվածեղ։ Նայում էր Հյուսնը այդ բոլորին եւ տանջվում ախորժակից։ Հիշեց երանությամբ այն օրերը, երբ ինքն էլ ձմեռվա պաշար էր տեսնում։ Հիշեց իբրև մանկություն, որ քաղցր է, որ անդառնալի է։ Սղոցմանը քրտնամխեց եւ աշխուժի եկավ։ Սղոցեց մի ժամ եւ ապա դադարեց։ Հանեց տոպրակից գյուղի կարմիր բոքուն, կաշվե մատներով կոտրեց, դրեց բերանը եւ սկսեց արագ լոլմել։ Նայում էր Հյուսնը եւ մտովի ուտում էր սղոցմանի հետ։ Հետո հուսահատ նայեց եզներին, որ նույնպես ծամում էին։ Արդեն Հյուսնի մտքերը օր գիշեր ծամելու վրա էին։ Այդ տեսարանը եկավ եւ մոլեգնեց նրա երևակայությունը։ Ամբողջ աշխարհը նրա շուրջը ծամում էր։ Ամեն ձայն, ամեն շարժում, ամեն իր միայն ծամոց էին այդ ժամին։ Հյուսնի աչքը եզներից մեկի վրա էր, որ պարկելով ավելի ցցուն էր դարձրել իր ետևի ոտի բուդը։ Հյուսնը իր մտքում մաշկում էր այդ բուդը, կտրում էր եզան միսը եւ գցում ամանների մեջ, եփում էր եւ ուտում։ Փրփրել էր, կատաղել եւ աչքերը արցունքով լցվել։ Նա այդ րոպեին մի իսկական գազան էր, մի գրգռված ստամոքս եւ ուրիշ ոչինչ։ Նստած էր այդպես մինչև վերջ։ Հետո երբ Սայլը գնաց, սղոցպանը հետևեց նրան եւ փայտը կրվեց ներս։ Հյուսնը մի դող զգաց։ Պարզ արևի տակ աշնան գաղտուկ սուրտ էր սողոսկում, որը դիպավ նրան։ Ներս գնաց եւ փաթաթվեց իր հին վերարկուի մեջ։ Մի քանի օր անց նա արդեն լուրջ հիվանդ էր։ Կինը, որ սպասում էր այդ վիճակը եւս, համակերպ կատարում էր իր վերջին պարտքը։ Հյուսնը մածնե սպաս ուզեց եւ ուզեց կյանք հայցողի պես, բայց ոչ մի հնար չեղավ նրան արժանացնելու այդ երկնային ապուրին։ Դրա տեղ կինը նրան սառը ջուր էր տալիս, մեջը 5 հատ չոր հոն, որ բավական կոտրում էր նրա ծարավը։ Բայց հիվանդը հրամանով խնդրում էր մի աման, մածնե սպաս։ Ամբողջ առավոտը խոսեց, սպասեց, ոչինչ չեղավ։ Անցավ ճաշը մի կտոր սև հացով, հիվանդը փորձեց ուտել, բայց կուլ չգնաց։ Երեկոյան դեմ հարևանի կինը նկատեց, որ Հյուսնի կինը մեծ մտահոգության մեջ էր։ Մոտեցավ, հարցուփորձ արավ եւ իմացավ բանի էությունը։ Գութի եկավ եւ իր տղին ղրկեց կատնատուն, մածուն բերելու։ Մածուն չկար, հետաձգեցին առավոտյան։ Բայց Հյուսնը գիշերը ծարացավ, զառանցում էր տաքության մեջ։ Առաջին զառանցը երբ ուտեստի վրա չէր խոսում։ Սաստիկ ջերմի մեջ հարցրեց կնոջը, թե ուր տարան ինչ-որ գաղթականների։ Կինը չիմացավ, թե ինչ գաղթականներ էին եւ ուր պիտի տանեին։ Թողեց անպատասխան։ Հիվանդը աչքը բաց արեց, նայեց կնոջը, աչքերը սևեռեց նրան եւ հարցրեց. Ապա դու ինչ պիտի ուտես։ Կինը կարծեց, թե մածնե սպասին է մնում։ Կբերեն, սպասիր։ Հանգստացրեց Հյուսնին։ Դու ինչ պիտի ուտես ինձնից հետո։ Հարցրեց կրկին Հյուսնը, ակնարկելով իր մահը։ Ջհանդամը, ես իմ։ Քրթմնջաց կինը տխուր ձայնով։ Այդ միջոցին ներս մտավ հարևանի կինը, միաման մածնե սպասով, որ դրեց սեղանին ու քննող աչքը սևեռեց հիվանդի վրա։ Մածնե սպաս է բերել։ Կուտես։ Հարցրեց կինը հիվանդին։ Կեր ախպեր, կլավանաս։ Հարցրեց հիվանդը ջերմի մեջ եւ աչքերը բաց արեց։ Սպասը մոտ տարան եւ մի գդալ վերցնելով մոտեցրին հիվանդի շրթունքներին։ Հիվանդը բնազդորեն զգաց, որ իրեն ուտեցնում են։ Շրթունքները չփչփացրեց, բայց չկերավ, ախորժակ չկար։
առաջին անգամ կյանքի մեջ փոխվեց, գնաց այն ախորժակը, որ երբեմն աշխատավոր օրգանիզմի հաճույքն էր, հետո նրա պատիժը։ Չկերավ, տխուր նայեց իր կնոջը, հարևանուհուն և տնքաց։ Վնաս չունի, հետո։ Ասավ հարևանի կինը և ամանը տվեց Հյուսնի կնոջը։ Զգացվեց սա, և տխուր նայելով Սպասին, հետո մեռնողին Սպասը տարավ պահարանը։ Եվ երբ Սպասը պահելու համար բաց արեց պահարանը, ինչ-որ գթաշարժում զգաց և սիրտը ծակեց։ Քանի անգամ բացվել ու խփվել էր այդ պահարանը, քանի տեսակ բարիքներ պահվել այնտեղ, քանի բարեկամի աչքներ ուրախացել այդ բարիքները հանելիս։ Եվ քանի անգամ Հյուսնը վերջերս բաց ու խուփ արավ երբեմն մի առատ այդ կյանքի պահարանը։ Դեռ չէր տեղավորել ամանը, որ հարևանի կինը ինչ-որ շշնջաց և նրան ձեռով արավ։ Հիվանդը մեռնում էր։ Ձեռով արավ, բան էր ուզում ասել։ Կոկորդը կծկումների ու շնչառության մեջ ինչ-որ լփրտեց։ Դե այսպես պիտի լերի մեռնելս, ես հոժար եմ։ Ասաց հիվանդը։ Եվ մեռավ հեշտ, անսպասելի արագ։ Սենյակում տիրեց դագաղի լռություն։ Հետո միայն սա։ Կինը սպասեց, որ մի բան փոխվի, բայց ոչինչ չփոխվեց։ Նայեց իր դեմը և աչքին ընկավ մի կողմ սովամահ Հյուսնի բաց ու սառած աչքերը և մյուս կողմ պահարանը, որ նույնպես բաց ու անշարժ նայում էր իրեն չարչարողի հետ։